Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ եւ մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջապակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը եւ հանրությունը եւ քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էվուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաեւ մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց նախ Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատությանը ենթարկվել եւ Հայաստանի հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ Ղարաբաղի շարժումը պետք է շարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները գտնում են որ սխալ եմ ես ներողություն եւ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։ Ես հստակ մի րոպե կսպասեք։ Իմ ուղերձը կարդացեք, որպեսզի բանավոր տեքստերը տարընթերցման չի ենթարկվի, այնտեղ հստակ գրված է օկուպացված տարածքներ։